Վերջացրած շարունակում ենք TFKD կոտրակ 0019, կոտրակ 02, կոտրակ 22 քաղաքացիական գործի քննություն ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների ապօրին ծախսեցող գույքի բռնականոն պահանջի մասին։ Դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատարանին Թրոփքյանը ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչների Տեր Թորոսյանը, պատասխանող Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, պատասխանողների ներկայացուցիչներ Հարություն Հարությունյանը, Մարգարիտ Ղազարյանը, Դավիթ Վարդիկյանը, դատավարության մասնակիցները ծանոթված են չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա իրավաբան կետնետի օպերատոր Տիգրան Ղուկասյանը վերջինս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը։ Ինչ կարծիք ենք ունենալ, որպեսզի գործի քննությունը շարունակեն դատավարության մյուս մասնակիցների բացակայությամբ Տիկին Տեր Թորոսյանը Դեն կարծիք որոշում Լսելով կողմերի քրոշումները հաշվարկնելով դատավարության բոլոր մասնակիցները քաղաքացիական դատավարության ներկայացուցիչ իմաստով համարում պաշտպանված ցանցած այսօրվա դատական նիստի ժամի եւ վայրի մասին դատանը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի գործի քննությունը շարունակի վերջիններից բացակայությամբ։ Ինչ կարծիք եք ունենալ, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանի Տիկին Տեր Հարգելի դատան, հարգելով մեր գործընկերոջը, ամեն դեպքում մեր մոտ կարծիքը նույնն է, տևենք նկարահանմանը եւ մեր մասով, եւ դատախազի մասով, եւ դատարանի մասով, եւ ամեն ինչի մասով։ Համակարծիք եմ հարգելի։ Լսելով կողմերի քրոշումները հաշվարկնելով դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը իրականացվում է կողմերի համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ նկատի որ կողմի համաձայնությունը չունենք, մեկ կողմի համաձայնությունը չունենք, դատարանը որոշել չէ թույլատրել այսօրվա դատական նիստի տեսանկարահանումը դատարանական իրականացվել է ուսումնական կարգով։ Շարունակենք նախորդ դատական նիստը ընդհատվեց, հաշվարկնով որ դատարանը այս արագարմություն ուներ, Տիկին Տեր Թորոսյան դատարանը ձեզ հնարավորություն կտա, որպեսզի դուք հարցադրումները կատարեք ձեր այսօր եւ պարոն Գրիգորյան, դուք այսօր նաեւ ասել եք, որ ցանկանում եք միացման ներկայացնել։ Այո, շատ ասենք Տիկին Տեր Թորոսյան, դրանով քանի որ նախորդ դատական նիստի շրջանակներում որոշ հարցադրումներ հնչեցրեցի, մեկ հարցադրում ունեմ։ Դատարանը բացառապես բավարարել էր փոփոխված հայցի հիմքի մասով լրացուցիչ պատասխան ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն, այսինքն դες համապատասխան ժամկետ էր տվել փոփոխված հայցի մասով պատասխան ներկայացնել, մինչդեռ պատասխան հիմքից ներկայացված են ենթադրյալ որոշակի այլ իրավասու մարմնին եւ դատարանին անհայտ եկամուտների վերաբերյալ արկատեղեկատվություն, մասնավորապես Նունե Նիկոլյանի հոր կողմից ենթադրաբար որոշակի եկամուտներ գերացնելու մասին տեղեկատվություն եւ դա Նունե Նիկոլյանին փոխանցելու վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել։ Նախ ուզում եմ հասկանալ ինչ կապ ունի դա ներկայացված պատասխանի հետ եւ արդյոք դատարանը թույլատրել է այստեղ գնահատման համապատասխան փաստաթղթեր ներկայացնելը հաշվի առնելով ընդունում եմ ձեր պատասխանը կառուցելիս հաշվի առեք այն հանգամանքը, որ պարոն Բեգլարյանի նախորդ ներկայացուցիչները իրավասու մարմնի կողմից ընդունված հաշվարկը հիմք են ընդունել, այսինքն ներկայացվել է համապատասխան հաշվարկ պատասխանողների ներկայացուցիչների կողմից եւ այդ հաշվարկում որպես եկամուտ, որը դատախազության կողմից չի հաշվարկվել, ներառվել են բացառապես արբական միացյալ էմություններից ստացված ենթադրյալ շահաբաժիններ, այսինքն մնացած հաշվարկների մասով ամբողջությամբ ընդունել են դատախազության հաշվարկները եւ այլ նոր եկամուտ պատասխանողների ներկայացուցիչները չեն տրամադրել։ Ես պատասխանում նախ իհարկե ես չեմ կարող գնահատական տալ այն մասով, թե արդյոք ըստիս դատարանի կողմից ապացույցները ընդունվել են թե չէ, կարող եմ միայն թույլատրվել են թե ոչ, կարող եմ միայն պատասխանել այդ մասով, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, այն նորմի համաձայն, որը կարգավորում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքը եւ հայցադիմի պատասխանին ներկայացվող պահանջները, այդ նորմը սահմանում է, որ հայցադիմումից պատասխանին կարող են ներկայացվել նաեւ պատասխանողի կողմից կողոչվող կամ ընդհանուր առմամբ պատասխանը հիմնավորող նաև ապացույցներ, այսինքն այդ ապացույցները ներկայացնելու իրավունքը քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախկինում ներկայացուցիչները ընդունել են իրավասու մարմնի հաշվարկը, ես ճիշտն ասած չեմ կարող ասել, թե այդ ընդունումը ինչ է ենթադրում, այսինքն արդյոք դուք գնահատում եք, որ որևէ ինչ-որ բան չներկայացնելը, արդյոք դա կարող է գնահատվել որպես հաշվարկի հետ համաձայնություն, ես այդպես չեմ կարծում, որովհետև այդ հաշվարկը անկախ ամեն ինչից ենթակա է ստուգման եւ գնահատման, որովհետև դա պարզապես դիրքորոշում է, դա ապացույց չի, իսկ դա հայցվող կողմի դիրքորոշումն է։
Բայց այդուհանդերձ կարող եմ ասել, որ նախկինում ներկայացուցիչները պատասխանող է, այս ապացույցները ներկայացնելու հարցում չէին կարող ունենալ կամ միգուցե չունեին որևէ, այսպես ասած, չեմ բառը ոնց անվանեմ, շահագրգռվածություն նշեմ, թե նշեմ, այսպես գործի քննության տեսանկյունից էական նշանակություն ունենալ նշեմ կամ չնշեմ, հա, որտեղ սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն այդպես հաստատվել է այն մոտեցումը, որ պաշտոնատար անձի մասով մինչև պաշտոնի ստանձնման պահը ձեռք բերված գույքերը ենթակա չեն բռնականցման, եւ եթե խոսքը վերաբերում է հայցագնումի պատասխանատուից ներկայացված այն փաստաթղթերին, որոնք ցույց են տալիս միջև պաշտոնի ստանձնումը ունեցած եկամուտները, ապա այդ միջև պաշտոնի ստանձնումը ունեցած եկամուտները միջև սահմանադրական դատարանի որոշումը ներկայացնելը որևէ կերպ չէր կարող այսպես ազդել պատասխանողի շահերի պաշտպանության եւ պատասխանողի իրավունքների պաշտպանության վրա, քանի որ դրանք այսպես թե այնպես եթե եկամուտները նույնիսկ եթե դրանք հիմք ընդունվեին իրավասու մարմնի կողմից, դրանք համարվելու են բռնականոնման ենթակա, կարծես թե, որովհետեւ այդ սահմանը մինչև պաշտոն եւ պաշտոնից հետո այն ժամանակ դեռևս արձանագրումը սահմանադրական դատարանի կողմից կատարված չէր։ Հետևաբար, այսպես պատասխանողի շահերի պաշտպանության տեսանկյունից այդ ապացույցները ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել սահմանադրական դատարանի որոշմամբ եւ դրանց ներկայացումը որևէ արժեք կարող է ունենալ պատասխանողի համար միայն այն ժամանակ, երբ որ սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվեց, որ այդ փուլում ձեռք բերված եկամուտները ենթակա չեն բռնականոնման։ Եվ եւս մի բան քաղաքացիական դատավարության օրենսգրքին այդուհանդերձ այդ ապացուցման բեռի փոփոխումը սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, այսպես ինքնին կոնկրետ ֆիքսված երևույթ չի, որ դրանից հետո գործողությունները, այսինքն մենք այդ գործողությունը, որ անենք ողջամիտ տրամաբանությամբ, դրանից հետոյի գործողությունները շարունակենք անել այն տրամաբանությամբ, որ արվել են նախքան սահմանադրական դատարանի կողմից որոշման ընդունումը կատարված գործողություններ, այսինքն մեր մոտեցումը այստեղ է, որ սահմանադրական դատարանի որոշումը գաղափարապես ինչ-որ բան փոխել, եւ այդ գաղափարապես ինչ-որ բան փոխելու արդյունքում մենք կատարվել է որոշակի գործողություն, որը այլ պայմաններում չէր կարող կատարվել, եւ հիմքում ունենալով տրամաբանություն, արդարադատության արդյունավետության շահ եւ այլն, եւ դա էլ այդ ձեր նշած հանգամանքն էլ նույն ողջամիտ տրամաբանության շարունակությունն է։ Հարցակետական զուտը դիրքորոշում ներկայացնեմ, որ նախ երբ 2023 թվականին սույն գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշվեց եւ հաշվվեց ապացուցման բեռը, դատարանի կողմից համապատասխան բեռ է դրվել առհասարակ գույքերի ձեռքբերման համար օրինական եկամուտների արկայության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել, այսինքն անկախ տարանջատումից պաշտոնավարման ընթացքում է, պաշտոնավարումից առաջ է թե հետո, այսինքն այս փաստաթղթերը եթե օբյեկտիվ իրականությունում առկա են, պետք է համապատասխան ժամկետում ներկայացվեն։ Նոր արդեն ապացուցման պարտականությունը փոփոխելու մասին որոշմամբ եւ լրացիչ ժամկետ է տրվել, տրամադրվել է բացառապես փոփոխված հայցի հիմքի մասով պատասխան ներկայացնել, իսկ փոփոխված հայցի հիմքը վերաբերում է 1993 թվականից պատգամավոր զբաղեցնելու հանգամանքին, ինչպես նաև մինչև երկու անշարժ գույքերի ձեռքբերված լինելու բռնականացման իրավաչափության բացակայությանը, այսինքն ձեր կողմից մատնանշված այն փաստարկը, որ մինչև օրինակ ենթադրաբար պաշտոնավարումն է եղել դրա համար ուշադրությանը ակնհայտ չի եղել, չէր կարողացել այն ժամանակ ներկայացնել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ձեր կողմից ներկայացված ապացույցները վերաբերում են նաև պաշտոնավարման ընթացքում ձեռքբերված ենթադրաբար ձեռքբերված օրինական եկամուտներին։ Պատասխան, ինչպես ինտերպրեսանը նշեց, որ հայցի լրացումը վերաբերվում էր պաշտոնավարման պահը սկսելուն, ըստ այդմ տրամաբանորեն հայցի լրացման վերաբերյալ պատասխաններ ու դրանից ապացույցներն էլ կարող են վերաբերվել մինչև պաշտոնավարման պահը տեղի ունեցած իրադարձություններից, եթե դուք
ձեզ թույլատրվել է արժևորել պաշտոնավարման պահը, կարծում եմ, մեզ այդ նույն տրամաբանությամբ համապատասխան գործողություն կատարելը պետք է մեր համար էլ դա չպետք է այսպես անթույլատրելի դիտարկվի էլի։ Ինչ վերաբերում է մնացած մասին, որ ասեցիք նաև պաշտոնավարումից հետո, երբ պաշտոնավարման ընթացքում, եթե կոնկրետ ասեք ինչի մասին է խոսքը։ Դուք նշեցիք, որ հիմք եք ընդունել պաշտոնավարումից առաջ, չէ՞, բացառապես այս եկամուտները վերաբերում են պաշտոնավարումից առաջ, ենթադրաբար։ Ես եմ նշում եմ, որ դուք ներկայացրեք նաև 2000-ական թվականների ենթադրյալ եկամուտների արկայության վերաբերյալ տեղեկատվություն, որ ոչ թե պաշտոնավարումից առաջ է, Ես հասկացա։ Մենք որովհետև նախորդ դատական նիստին մենք այսպես բավականին երկար ոնց որ բան ունեցանք, հարց ու պատասխան ունեցանք, մենք համաձայն չենք այն պաշտոնավարման պահի հետ, որը որ դուք շեշտել եք, այսինքն մենք նաև ներկայացրել ենք դիրքորոշում, որ մեր կարծիքով պաշտոնավարման պահն էլ այլ եւ այդ 2000-ականը, այդ 2000-ական ասվածը պայմանավորված է նաև դրանով։ Այսինքն պաշտոնավարման պահը, որ դուք եք նշել ձեր լրացման մեջ, մենք դա չենք ընդունում, որ պետք է որպես հիմք, որպես սկզբնակետ կիրառում։ Ադելատան ամեն դեպքում արձանագրենք, որ այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ենթադրյալ օրինական եկամուտների արկայության վերաբերյալ փաստաթղթեր են, որոնց ներկայացնելու ժամկետը բաց են թողել, այսինքն փոփոխված հայցի հիմքին սրանք վերաբերելի չեն։ Շատ լավ, քանի դեռ մենք չենք անդրադարձել փոփոխված հայցի հիմքի մասով ապահովման բեռն, ճիշտ է, բեռը չի բաշխվել, համապատասխան փուլում Տիկին Տեր-Թորոսյան դուք արդեն ձեր դիրքորոշումը կհայտնեք ապահովների վերաբերության եւ թույլատրելիության հետ կապված։ Արգելդական ասեք, ես լրացնելով իմ գործընկերների դիրքորոշումը ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ սահմանադրական երաշխիքներից է բխում, որ յուրաքանչյուր ոք պետք է արդյունավետ վատական պաշտպանության հնարավորություն ունենա։ Տվյալ դեպքում իմ համար պատճառները, թե ինչու հայց փոխվեց եւ այլն, ամբողջությամբ երկրորդական են։ Մենք ունենք իրավիճակ, որով մեր վստահորդի դեմ ներկայացված է նոր փաստական հիմքերով պահանջ։ Հետևաբար մեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք համաժեք ձևով պատասխան ներկայացնելու այդ թվում գիծ ապացույցներով հնարավորություն, ինչպիսի իրավական մեխանիզմը քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը նախատեսվում է։ Հետևաբար չի կարող մի կողմին տրվել հնարավորություն, մյուս կողմին առանց ապացույցի գնահատման զրկել այդ ապացույցը ներկայացնելու կամ գնահատման առարկադարձնելու նվազագույն հնարավորությունից։ Անկախ նրանից, որ այստեղ մենք գործում ենք հայցի հիմքի լրացման հետ, բայց հայցի հիմքի լրացումը այստեղ այդ մի նախադասության ավելացումը չի, թե պաշտոնավարումը երբ է սկսվել։ Հայցի հիմքը ըստ էության փոփոխվել է նաև այնքանով, որքանով ամբողջ հայցի տրամաբանությունն է փոխվել, այսինքն եթե նախկինում այսպես հարցը դերվում էր այնպես, որ որևէ բան կապ չունի, պատասխանող կողմը պետք է ցույց տա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված եկամուտ, որը որ անկախ նրանից թե երբ է ձեռք բերվել պաշտոնավարումից առաջ, թե պաշտոնավարումից հետո իրավասու մարմինը պետք է գնահատի որոշակի տրամաբանությամբ, այժմ այսպես հայցի հիմքի փոփոխության արդյունքում եւ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում այսպես կանոնը այդ փաստարկների եւ ապացույցների գնահատման հարցադրումների ներկայացման կանոնը նույնիսկ փոխվել է, այսինքն նոր է ստեղծվել են իրավիճակը, որ որոշակի ժամանակահատվածում ձեռք բերված եկամուտների վերաբերյալ դատախազությունը իրավասու չէ ներկայացնել հարցադրում։ Իսկ այլ հարցը, որ ապացույցների օրինակ արժանահավատությունը կամ չգիտեմ թույլատրելիությունը եւ այլն, դա իհարկե միշտ կարող է վիճարկվել իրավասու մարմնի կողմից, բայց մեր կարծիքով ոչ այն հիմնավորման, որ իր ուսումնասիրվող անձը պետքա պարտավոր լիներ ներկայացնել մի ապացույց, որը ընդհանրապես նախորդ տրամաբանության հայցի դեպքում որևէ բան չէր փոխելու, այն ժամանակ, երբ որ այդ տրամաբանությունը դեռ փոխված չէր, հիմա փոխվել է, հիմա ներկայացված ապացույցի դեպքում, այսպես համարվի, որ չէ, եթե առաջ չի ներկայացվել, ուրեմն դա հիմա անթույլատրելի է։ Ավելացնելու բան ունեն, այլ հարցեր ունեք Տիկին Տեր-Թորոսյան։ Շատ լավ, անցնենք պարոն Գրիգորյան ձեր մշտականությանը։
միջնորդությունը վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման թիվ ՀԿԴ 00190222 եւ ՀԿԴ 02790225 գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրել։ Սույն գործով ՀԿԴ 00190222 գործի շրջանակներում իրավասու մարմինը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Նիկոլյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելա Բեգլարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման պահանջի մասին։ Այդ գործին տրվել է ԵԴ 26-636-0222 համարը եւ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունիսի 7-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։ Այնուհետև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 31-ին քաղաքացիական գործ նայ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որոշում է կայացրել, որով այդ գործը ըստ ենթակայության հանձնվել է հակակոռուպցիոն դատարանին։ Հակակոռուպցիոն դատարանում թիվ ԵԴ 26-636-0222 քաղաքացիական գործին տրվել է նոր թիվ ՀԿԴ 0019-0222 համարը։ Հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ այս գործը քննող կազմի Տիկին Աղաքյանի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ թիվ ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական գործ նստայցի իրավասու մարմինի ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նունե Նիկոլյանի եւ Նատալա Բեգլարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման պահանջի մասին ընդունել է վարույթ։ Իրավասու մարմինը 2025 թվականի նոյեմբերի 21-ին հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի եւ այլոց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման պահանջի մասին։ Գործին տրվել է ՀԿԴ 0279-0225 համարը։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահությամբ Լիլի Դրմեյանի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ թիվ ՀԿԴ 0279-0225 քաղաքացիական գործ նստայցի իրավասու մարմնի ընդդեմ Գագիկ եւ Հրանտ Բեգլարյանների եւ այլոց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման պահանջի մասին ընդունվել է վարույթ եւ ՀԿԴ 0019-0222 եւ ՀԿԴ 0279-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը վերաբերում են Գագիկ Բեգլարյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնականացմանը։ Որպես միջնորդության իրավական հիմքեր վկայակոչվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ, 2.1, 2.2 եւ 2.3 մասերի կարգավորումները, որոնք վերաբերում են տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրել վերաբերյալ միջնորդության ներկայացմանը։ Նշածս իրավական նորմերը եւ արդեն իսկ բարձրաձայնված փաստական հանգամանքները համադրելով մենք գտել ենք, որ առկա են այդ երկու գործերը միացնելու համար անհրաժեշտ նախադրյալները, մասնավորապես երկու հակակոռուպցիոն գործերով գործին մասնակցող անձինք մասնակիորեն համընկնում են, մասնավորապես ՀԿԴ 0019-0222 գործով պատասխանողներն են հանդիսանում Գագիկ Բեգլարյանը, Հրանտ Բեգլարյանը, Նունե Նիկոլյանը եւ Նատելա Բեգլարյանը, մյուս ՀԿԴ 0279 գործով նույնպես որպես պատասխանող ներգրավված են Գագիկ եւ Հրանտ Բեգլարյանները։ Երկու հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով էլ հայցվորը նույնն է, իրավասու մարմինն է։ Նշված քաղաքացիական գործերով գործին մասնակցող անձանց կազմի ուսումնասիրությունը հաստում է, որ երկու գործով էլ հայցվորն իրավասու մարմինն է, երկու գործերով էլ եւ Գագիկ Բեգլարյանը եւ Հրանտ Բեգլարյանը ներգրավված են որպես պատասխանողներ, հետեւաբար այդ գործերով գործին մասնակցող անձանց կազմը մասնակիորեն համընկնում է եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այս պայմանն առկա է։ Հաջորդիվ վերոնշյալ երկու գործերի միջև առկա է փոխադարձ կապ, մասնավորապես երկու քաղաքացիական գործերով էլ ներկայացված է Գագիկ Բեգլարյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման պահանջ։ Այդ երկու գործերով էլ ուսումնասիրվող անձ է հանդիսացել Գագիկ Բեգլարյանը եւ երկու գործերով էլ ենթական հիմնարկման Գագիկ Բեգլարյանի եւ նրան փոխկապակցված
անձանց եկամուտները, ծախսերը, գույքային ձեռքբերումները, դրանց օրինականությունը։ Երկու քաղաքացիական գործերով են ներկայացված հայցերի հիմքում դրված են միևնույն փաստական հանգամանքները եւ իրավասու մարմնի կողմից ըստ էության ներկայացվել է միևնույն հաշվարկում։ Ավելին, թիվ ՀԿԴ 0279-0225 գործով ներկայացված հայցադիմումի 2.1-ը, որը ունի հետևյալ վերնագիրը Գագիկ Բեգլարյանի պաշտոնատար անձ հանդիսանալու եւ բռնականության ենթակա գույքերը պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինելու հիմնավորումները ամբողջությամբ վերարտադրում է իրավասու մարմնի կողմից ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական գործով 2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացված հայցի հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը, մասնավորապես միջնորդության 5.1-ը եւ ՀԿԴ 0019-0222 եւ ՀԿԴ 0279-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ներկայացված ապացույցների գերակշիռ մասը համընկնում է, ինչն արդեն իսկ ենթադրելի էր, քանի որ երկու դեպքերում են ուսումնասիրվող անձը հանդիսացել Գագիկ Բեգլարյանը։ Վերոնշյալ երկու գործերով ներկայացված հայցադիմումների պահանջների եւ ապացույցների ուսումնասիրությունը փաստում է, որ այս երկու գործերի միջև առկա է փոխադարձ կապ։ Հաջորդ պայմանը վերոնշյալ գործերի համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործերով ներկայացված է Գագիկ Բեգլարյանի պատվենով ենթադրյալ ապօրինի ծախում ունեցող գույքի բռնականացման պահանջ, ուսումնասիրվող անձը հանդիսացել Գագիկ Բեգլարյանը, երկու գործերով էլ ենթակա քննարկման Գագիկ Բեգլարյանի եւ նրան փոխկապակցված անձանց եկամուտները, ծախսերը, գույքային ձեռքբերումները եւ դրանց օրինականությունը, երկու գործերով էլ ներկայացված հայցերի հիմքում դրված են միևնույն փաստական հանգամանքները եւ իրավասու մարմնի կողմից ըստ էության ներկայացվել է միևնույն հաշվարկը, ինչպես նաեւ այն, որ նշածս գործերի միջև առկա է փոխադարձ կապ, ուստի պնդում ենք, որ վերոնշյալ գործերի համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը։ Բացի այդ, վերոնշյալ երկու գործերի միացումը բխում է նաեւ արդարադատության շահից։ Եվ վերջին պայմանը թիվ ՀԿԴ 0019-0222 եւ ՀԿԴ 0279-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ըստ էության դեռևս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ։ Մասնավորապես թիվ ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական գործով 2025 թվականի հոկտեմբերի 6-ին կայացված որոշմամբ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցի հիմքի փոփոխությունը, թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը եւ թույլատրել է հայցի հիմքի փոփոխությունը։ Այնուհետև նույն գործով 2025 թվականի նոյեմբերի 27-ին կայացած դատական նիստի ընթացքում դատանը նախատեսում էր քննարկման առարկա դարձնել ապացուցման պարտականության բաշխման հարցը հայցի հիմքի փոփոխության հաշվառմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական գործով ըստ էության պետք է ապացուցման պարտականության բաշխման հարց քննարկվի, ուստի գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը համապատասխանում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2.1 մասով նախատեսված իրավիճակին եւ կարող ենք արձանագրել, որ ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական գործով ըստ էության դեռևս չի կայացվել ապացուցման պարտականության բաշխում։ Անդրադառնալով ՀԿԴ 0279-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործին հարկ է նշել, որ դատալեքս համակարգում առկա տեղեկատվության համաձայն դատարանի նախագահությամբ Լիլի Դերմեյանի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ նշված գործն ընդունվել է վարույթ եւ որևէ այլ դատավարական գործողություն չի կատարվել։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿԴ 0019-0222 եւ ՀԿԴ 0279-0225 քաղաքացիական գործերից առաջինը վարույթ է ընդունվել այս քաղաքացիական գործը, ուստի սույն միջնորդությունը ներկայացվում է թիվ ՀԿԴ 0019-0222 քաղաքացիական հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում։ Նշված հիմքերի եւ հիմնավորումների շրջանակներում խնդրում եմ թույլատրել մեկ վարույթում միացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման թիվ ՀԿԴ 0019-0222 եւ ՀԿԴ 0279-0225
0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր։ Այս միջնորդությունից դատարանի եւ գործին մասնակցող անձանց ներկայացվել է ՀԿԴ 0279 քաղաքացիական գործի վերաբերյալ դատալեքս համակարգում արտադրական այդ գործով ներկայացված հայցադիմումի պատճենը եւ հայցադիմումից սկավառակների օրինակները։ Արգելդատարան երկու բանի մասին է ցանկանում ավելացնել։ Նախ անկախ նրանից, որ մյուս հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ներկայացված հայցի հիմքում դրված է հանցանքի հետ կապը չեմ սխալվում, իսուսույն գործով ներկայացված հայցի հիմքում դրված է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ երկուսն էլ թե հանցավորության հետ կապը, թե կոռուպցիայի դեմ պայքարի նպատակների շրջանակներում պաշտոնատարանց հանդիսանալը, դրանք ընդհանրապես ստեղծում են ինքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկած, բայց բավարար չեն ինքնին հայցը բավարարելու համար։ Այսինքն թե հանցանքի հետ կապը, թե պաշտոնատարանց հանդիսանալու փաստը անձին ընդհանրապես լեգիտիմ կերպով, այդպես թե մեկը թե մյուսը հիմք են հանդիսանում անձին լեգիտիմ կերպով հարց ներկայացնելու համար, թե որտեղից այս կամ այն գույքը, որին ի պատասխան անձը կարող է ներկայացնել եկամուտներ օրինական եւ լիովին հնարավոր է, որ այն ինչը որ գործի շրջանակներում դիտարկվում է որպես հանցավորության հետ կապ ունեցող գույք, հերվի օրինական եկամուտների մասին ապացույցներով, այսինքն երկու գործերի տեսանկյունից էլ խիստ կարևոր է օրինական եւ ոչ օրինական եկամուտների հաշվարկը։ Այդ տեսանկյունից, քանի որ Գագիկ Բեգլարյանը անկախ նրանից թե իր դեմ քանի հայց է ներկայացված մեկ կյանք է ապրել եւ հաշվարկը կարող է լինել միայն մեկը, այդ տեսանկյունից մենք այսպես ասեմ, անհնար եւ արդարադատության շահերին եւ ընդհանրապես ամբողջ ապօրինի ծագում ունեցող ինքի բռնականման մասին օրենքի տրամաբանությանը հակասող ենք համարում գործերի առանձնացված քննությունը, որովհետև նույն Էմիրատներից ստացված օրինական եկամուտների մասին փաստաթղթերը, երբ օրինակ Տիկին Տեր-Թորոսյանը վկայակոչում էր, հիմա հարց է առաջանում, եթե չմիացման դեպքում հարց է առաջանում, եթե օրինակի համար դա գնահատվում է որպես արժանահավատ, կամ ասենք մի դատարանի կողմից կարող է գնահատվել որպես արժանահավատ, մյուս դատարանի կողմից կարող է գնահատվել որպես անարժանահավատ, սա մեկ խնդիր։ Երկրորդ խնդիրը նա է, որ պետք է երկու դատարանները փաստորեն առանձնացված, բայց միմյանց հետ փոխկապակցված, որ անհնար է առանձին քննության դեպքում հաշվարկներ վարեն, թե եթե այդ եկամուտները կային, դրանք որ օրվա դրությամբ որ գույքերի վրա էին ծախսվել, այսինքն օրինակ պետք է փաստորեն մեկ օրինակ Տիկին Դերմեյանը ներկայացվել է երկրորդ հայցը, երբ որ Տիկին Դերմեյանի մոտ մենք գնանք եւ ներկայացնենք պայմանականորեն Էմիրատներից ստացված ապացույցների եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, Տիկին Դերմեյանը ինչ-որ ձևով հնարավորություն պետք է ունենա ասի, ստացվում է, որ չէ, գիտեք, այս եկամուտը դուք ներկայացրեցիք, բայց սա դատարանը համարում է ծախսված ոչ թե այս գործի շրջանակներում պահանջվող այս գույքի վրա, այլ ժամանակագրորեն ավելի վաղ ձեռք բերված մյուս գործի շրջանակներում օրինակի համար պահանջվող մեկ այլ գույքի վրա։ Այն դեպքում, երբ որ այդ մյուս գործի շրջանակներում դատարանը կարող է ընդհանրապես այդ Էմիրատների վերաբերյալ ապացույցը, ասենք, հաշվի չառնի։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ թե ապացույցների գնահատման տեսանկյունից, թե արդարադատության շահերի տեսանկյունից ստեղծվել է այսպես անլուծելի իրավիճակ։ Հիմա հարց է առաջանում, թե մենք ինչ պետք է անենք, կամ իրավասու մարմինը նույնիսկ ինչ պետք է անի։ Արդյոք պետք է ներկայացվի մի գործի շրջանակներում նաև մյուս հայցը եւ օրինակ պնդվի, որ հաշվարկը վարելիս դատարանը պետք է հիմք ընդունի ոչ միայն իր հայցադիմումի, իր կողմից քննվող հայցադիմումի շրջանակներում ձեռք բերված գույքերը, այլ նաև մեկ այլ դատավորի կողմից քննվող հայցադիմումի շրջանակներում ձեռք բերված գույքերը։ Այն պարագայում, երբ որ օրինակ մյուս դատավորի մոտ քննվող հայցադիմումի շրջանակում օրինակ չի բացառվում դեպք, որ հնարավոր է մի գույքի մասով հայցից դատախազությունը հրաժարվի, այդտեղ ամբողջ հաշվարկը փոխվի, այսինքն այդ փոփոխության մասին էլ սինխրոն տեղեկատվություն պետք է փոխանցվի։ Այսինքն ստացվում է, որ ըստ էության այս երկրորդ ներկայացված հայցի պատճառով ստեղծվել է իրավիճակ, որ ըստ էության երկու դատարանները, երկու տարբեր նախագահ դատարանները պետք է սինխրոն
հաշվարկ վարեն սինխրոն գործի քննություն իրականացնեն, որովհետև հակառակը պարզապես կարող է բան իրավիճակի բերել, սխալ իրավիճակի բերել, մյուս կողմից էլ այդ սինխրոն գործելու պարտականությունը դատարանները չունեն, այսինքն դատարանը պարտավոր չի հաշվի առնել, թե մեկ այլ գործով ներկայացված հայցի շրջանակներում իրավասու մարմինը Գագիկ Բեգլարյանից ինչ է պահանջել։ Եվ եթե օրինակի համար 2005 թվականի փետրվարի 1-ին ձեռք է բերվել գույք, որը իրավասու մարմինը պահանջում է բռնագանձել մյուս վարույթի շրջանակներում, իսկ մարտի 1-ին ձեռք է բերել գույք, որը պահանջում է բռնագանձել սույն վարույթի շրջանակներում, եւ եթե 2005 թվականի հունվարին դատարանը տեսնում է օրինական եկամուտ, հարց է առաջանում, դա պետք է սույն գործի շրջանակներում գնա փետրվարին ձեռք բերված գույքի վրա, որը այս գործի շրջանակներում չի պահանջում, թե մարտի, որը այս գործի շրջանակներում է պահանջում։ Սա բովանդակային մասով եւ ինչ վերաբերում է ընթացակարգային հատվածին, Սահմանադրական դատարանը ՍԴՎ 1802 գործով կայացված որոշմամբ, որը ապօրինի ծախսում ունեցող գույքի բռնագանձման վարույթին չի վերաբերում, ընդհանրապես վերաբերում է այլ հարցի, ուղղակի մոտեցումն եմ ցանկանում նշել, մի շարք դիրքորոշումներ է հայտնել, այդ թվում նաև ընդգծել է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի եւ ընթացակարգերի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն դրանց ամրագրման ինստիտուցիոնալ կառուցվածքով, այլ նաեւ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության եւ իրավակիրառման մշակույթի որակով։ Եվ վերօրյալի համատեքստում գտել է, որ ուրեմն սահմանադրական պատվիրանները կարող են լիարժեք կենսագործվել նաեւ իրավակիրառ պրակտիկայում, այն եղանակով, որ օրենքները սահմանադրաիրավական գաղափարներին եւ արժեքներին համահունչ դրանց ոգուն եւ տարին ներդաշնակ մեկնաբանություն ստանան իրավակիրառի կողմից եւ ընդ որում նշվել է, որ իրավակիրառը պետք է ստեղծի այն ինտեգրատիվ հարթությունը, որտեղ օրենքի տառը եւ ոգին ներդաշնակորեն հավասարակշռում են միմյանց, երաշխավորելով իրավական կանխատեսելիությունը եւ արժեքային զուգակշռությունը։ Եվ վերօրյալի համատեքստում սահմանադրական դատարանը գտել է, որ ընդհանուր առմամբ, այստեղ դուրս գալով քննվող գործի առարկայի շրջանակներից գտել է, որ ընդհանուր առմամբ տարբեր տեսակի հարցեր է թվում նաև ընթացակարգային հարցեր քննարկելիս, իրավակիրառ պրակտիկան պետք է մշտապես խարսխվի այն ողջամիտ տրամաբանության վրա, որ նորմերի սահմանադրահեն մեկնաբանությունը կարող է իրականացվել այն պայմաններում, երբ այն սահմանափակված չէ նորմատիվ տեքստի բառացի իմաստով, այլ ընդգրկում է դրա արժեհամակարգային շերտը, երաշխավորելով իրավանորմերի իմաստի բացահայտումը դրա օրենսդրական նպատակին եւ սահմանադրական արժեքանությանը համահունչ։ Այս տեսանկյունից մենք սույն գործի շրջանակներում մեկ անգամ բաշխվել է ապացուցման բեռ, կայացվել է որոշում։ Երկրորդ բաշխումը, այսպես ասած, դատարանը նախատեսում է կատարել հայցի հիմքի լրացման հիման վրա եւ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից բխող։ Ուրեմն մենք կարծում ենք, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման միջնորդությունը միջև ապացուցման բեռի բաշխումը կայացնելու մասին որոշումը ներկայացնելու այդ սահմանափակումը մտցնելու նպատակը ոչ թե այն է եղել, որ ինքնին լինի որոշակի, այսպես, կետ, որը ոչ մի բանով պայմանավորված չի, ու այդ կետից հետո այլևս հնարավոր չլինի այդ միջնորդությունը ներկայացնել, այլ այն, որ եթե կան երկու տարբեր գործեր, որոնք գտնվում են երկու տարբեր փուլերում, այսինքն մեկում արդեն օրինակի համար դատաքննության փուլը անցած, մեկում ապացույցների հետազոտում է կատարվում, մյուսում դերևս նախապատրաստական գործողություններ են կատարվում, դրանց միացումը օրինակի համար չթույլատրվի, բայց օրենսդիրը այդ նորմը այսպես ներդնելիս քաղաքացիական դատավարության օրենսդիր հաշվի չի առել եւ այն տրամաբանությունից չի ելել, որ կարող են լինել նաեւ դեպքեր, երբ որ ըստ էության դատաքննության ընթացքում կատարվեն նախապատրաստական գործողություններ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, թեև դա քաղաքական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված չի, բայց սահմանադրական դատարանի որոշումը, որը որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի մասին օրենքի վերաբերյալ կայացվել է, հենց այդպիսի իրողություն է եղել, որը որ ըստ էության եւ սույն գործի շրջանակներում եւ այլ բազմաթիվ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի շրջանակներում ըստ էության դատարաններին, այսպես դատարանների համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ դատարանները ստիպված են եղել ինչ որ առումով ետ գնալ գործի նախապատրաստական
փուլ եւ այդ գործողությունները կատարել։ Այսինքն հայցի հիմքի օրինակ հայցի հիմքի լրացում թույլատրել, եւս մեկ անգամ ապացուցման դեր բաշխել, եւս մեկ անգամ հայցի հիմքի լրացման վերաբերյալ առարկություն ներկայացնելու հնարավորություն տալ, եւս մեկ անգամ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն տալ, եւս մեկ անգամ հարց ու պատասխանի ներկայացման հնարավորություն տալ եւ այլն։ Այսինքն կատարել գործողություններ, որոնք ընդհանրապես բնորոշ չեն դատականությանը, բայց բնորոշ են նախնական դատական նիստերին։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ տվյալ նորմի սահմանադրահեն մեկնաբանությունը տվյալ գործի շրջանակներում հենց դրանում է կայանում, որ եթե մենք բովանդակային առումով սույն գործի քննության ընթացքում գտնվում ենք նախապատրաստական փուլում եւ մյուս դատական գործներ անվիճելիորեն դերևս այդտեղ նիստերը չեն նշանակվել, եթե մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում, ինքնին միայն այն հանգամանքը, որ ապացուցման բեռը մեկ անգամ բաշխվել է, այն պայմաններում, երբ որ դեռ մեկ անգամ էլ պետք է բաշխվի եւ այն պայմաններում, երբ որ գործերի չմիացումը կարող է հանգեցնել, այսպես ինչ-որ անլուծելի իրավիճակի, կարծում ենք, որ արդարադատության արդյունավետության շահերից չի բխում նորմի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի այսպես ինքնին մեկ անգամ ապացուցման բեռը բաշխված լինելը կարող է արգելել երկրորդ դաշտումից առաջ նմանատիպ միջնորդության ներկայացումը եւ բավարարումը։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է դնել շեշտը արդարադատության արդյունավետության շահի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական դատարանի օրինակ թիվսը դվող 1802 գործով արտահայտած են դիրքորոշման շրջանակներում, որը քիչ առաջ նշեցի, իրավիճակը կարծում եմ մեզ թույլ տալիս է այդպիսի մեկնաբանություն որդեգրել, որ քանի որ գտնվում ենք նախապատրաստական փուլում եւ պետք է հիմա ապացուցման դեր քննարկենք նոր իրողությունների լույսի ներքո, ուրեմն նշանակում է, որ մենք կարող ենք կատարել այնպիսի գործողություն, որ կարելի է կատարել մինչև ապացուցման բեռի բաշխումը։ Այդ թվում նաև այս միջնորդության ներկայացումը։ Նորից իմաստով հակառակ իրավիճակը նույնիսկ իրավասու մարմնի շահերից չի բխում, որովհետև երկու տարբեր հաշվարկ վարելը մեկ մարդու վերաբերյալ նույն եկամուտներով անհնար է այդ երկու հաշվարկներում այսպես թե այնպես պետք է երկու գործերի վերաբերյալ տվյալներն էլ հաշվի առնվեն։ Իսկ այդ տվյալները իրավաչափորեն հաշվի առնելու վերաբերյալ միակ տարբերակը դա գործերի միացումն է, այլ ոչ թե ուղղակի հղում կատարելը մի գործի շրջանակներում մեկ այլ գործի, որով որ դատավորը ընդհանրապես սահմանափակված չի։ Այսքան է հարյուրի դատարան։ Շատ լավ, Տիկին Տեր-Թովմասյան, ըստ էության կարգը այս միջոցառության քննարկման քաղաքացիական դատավարության օրենքի նախատեսում է դատարանը ամեն դեպքում ձեզ ժամկետ է տրամադրելու 15 օրյա, որպեսզի գրավոր դիրքորոշում ներկայացնեք, այսինքն դատարանը կարող է ձեզ թույլ տալ հարցեր տալ, եթե ինչ-որ բան պարզ չէ։ Հարցեր չունեմ հագիր։ Շատ լավ։ Հաշվի առնելով, որ 123-րդ հոդվածը քաղաքացիական դատավարության օրենքի նախատեսում, որ միջնորդությունը ստանալուց հետո դատարանը պետք է ուրեմն միջնորդության պատճենը ուղարկի կողմին, հաշվի առնելով որ ստացել եք, չէ՞ ձեր օրինակը, Տիկին Տեր-Թովմասյան, դատարանը ձեզ չի ուղարկի, միևնույն ժամանակ գիտեք, որ ուրեմն կարող եք ներկայացնել 15 օրյա ժամկետում ձեր դիրքորոշումը գրավոր, սրա հետ կապված։ Եթե արժան չունեն ավելացնելու կողմեր, ուրեմն դատարանը միջնորդության քննարկման համար հեռանում է որոշում կայացնելու եւ որոշման կայացումով պայմանավորված արդեն կողմերը ծանոթվեն հետագա գործողությունների մասին։ Այլ բան ունեն ավելացնելու կողմերը։ Հագին դատարան, քանի որ ըստ էության դիսպոզիտիվ նորմ է նախատեսված քաղաքացիական դատավարության օրենքի 123-րդ հոդվածով նախընտրում դիրքորոշումը սույն գործի շրջանակներում այս նիստով մանրամասն ներկայացնել։ Տիկին Տեր-Թովմասյան, ամեն դեպքում սա ենթադրում է գրավոր կարգով, այսինքն գրավորներ պետք է ներկայացնեք ձեր դիրքորոշումը, որովհետև ըստ էության ստացվում է առհասարակ նիստով քննարկումը չի նախատեսվում այս միջնորդության համար, եւ ուրեմն հստակ սահմանում են ընթացակարգը, ըստ էության միջնորդությունը ներկայացվեց, կողմերը դիրքորոշումները ներկայացնում են ծանոթությունը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում եւ դրանից հետո դատարանը եւս 15 օր ժամկետ, որպեսզի ուրեմն որոշումը կայացնի։ Հավանաբար գրավոր որպեսզի ուրեմն դատարանի նյութերում լինի այդ ձեր գրավոր դիրքորոշումը։
Եթե այլ բան չունեն ավելացնելու կողմերը, ուրեմն դատարանը միջնորդությունը կքննարկի, կկայացնի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում եւ կուղարկի կողմերի դատական նիստը հայտարարման փակված։